Այսպիսի բան միայն կարելի է հանդիպել Նավադիևիչի գերեզմանոցում։ Ես նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրեցի, այստեղ է գտնվում Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահի Ելցինի գերեզմանը, հետևում, ինչպես ասեմ, իլյուզիոնիստների Կիով եղբայրների գերեզմանն է, բայց ահա թերևս ամենահետաքրքիրը, չգիտեմ ինչպես ասեմ, այստեղ Գրիգորի Նիկուլինի գերեզմանն է, ոչ ավել, ոչ պակաս, այս անձն է եղել Ռուսաստանի վերջին թագավորի ցարի գնդակահարողներից մեկը, ինչպես ռուսներն են ասում, պալաչ։ Ինքը խաղաղ հանգիստ կյանքով հետագայում ապրել է, ոստիկանական համակարգում շատ բարձր պաշտոն է զբաղեցրել։ Այս գերեզմանոցում թաղված է նաև մեկ այլ պալաչ, ինչպես իրենք են ասում, Մեդվեդև ազգանունով, որը եւս մասնակցել է այդ մասնակիցն է եղել այդ դաշնությանը եւ նրա որդին փաստորեն հետո հայտնի է դառնում, որ այն ատրճանակը, որը որ դաշնաբար գնդակահարել եւ սպանել են ցարին, կնոջը, երեխաներին, այդ ատրճանակը պահպանված է եղել եւ իրենց ընտանիքում է եղել։ Որդին հպարտացել է դրանով եւ մի հանդիպման ժամանակ փոխանցել է Խրուշովին, ասելով. «Ահա, ես հպարտությամբ փոխանցում եմ ձեզ, սա այն ատրճանակն է, որով գնդակահարվել է թագավորը, իր կինը եւ զավակները»։ Այսպիսի պատմություններ։